Մայրաքաղաքի փողոցներով իր շքախմբով շրջում է Սուրբ Սարգսի կերպարը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը ամբողջ շաբաթ անցկացրել է Սիրո հովանավոր Սուրբ Սարգիս զորավարին նվիրված միջոցառումներ, որոնք եզրափակվեցին այսօր երեկոյան Սիրահարների այգում կազմակերպված համերգով։ Սուրբ Սարգսի տոնի խորհրդի հիմքում յուրաքանչյուր երիտասարդի բարի ցանկությունն է եւ մեր աղոթքն է միշտ, որ ամեն տարի մենք այս օրերին հատկապես աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ մեր բոլոր երիտասարդների բոլոր բարի ցանկությունները իրականություն դառնան։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը նաև երիտասարդների օրհնության օրն է։ Հայ առաքելական եկեղեցին հասնում է նրան, որ օտարածին տոների փոխարեն հայ երիտասարդները գիտակցաբար նախընտրեն մեր եկեղեցական ազգային տոները, ճանաչեն մեր սուրբ նահատակներին։ Սիրահարների տոնը շատ մեծ նշանակություն ունի, դրական լիցքեր է հաղորդում եւ մեծ էմոցիաներ։ Առաջնայինը, որ մարդիկ սկսեն տարբերել Վալենտինն ու Սուրբ Սարգիսը իրարից։ Սուրբ Սարգիսը նախ պետք է իմանանք, որ մեր զորավարն է, հզոր զորավար, որը բազմաթիվ փորձությունների միջով է անցել ու այսօր մենք տոնում ենք իր տոնը։ Սերն է խորհուրդը, որ մարդիկ սիրեն լիարժեք, անկեղծ։ Սիրահարների այգին մարդաշատ է սրբերի շարքը դասված զորավարի տոնին մասնակից են ոչ միայն երիտասարդները։ Խորհրդային անաստված դարաշրջանն ապրած մեծահասակները բարձր են գնահատում դեպի հոգեկան արժեքներին վերադարձը։ Մեր երիտասարդներին հոգեկան դաստիարակություն, Աստծուն մոտենալու, հավատալու ունակություն եւ շատ լավ է բոլորի համար հանգստություն։ Շատ հաճելի է, որ նորից ոնց որ ասած մենք մեր ադատ ենք շարժում։ Այն Վալենտինի օրեն որ ասում բան դա հեչ բան է էլի։ Սա իսկական մեր տոնն է, մեր ազգային տոնն է, Սուրբ Սարգիսը։ Եվ ինչ տոն առանց երեխաների։ Իդեպ Սուրբ Սարգսի մասին նրանք շատ ավելի հետաքրքիր պատմություններ գիտեն։ Սուրբ Սարգիսը գրվող մարդ է եղել։ Ասում են ինչ որ իր գրպանում ցորեն է եղել, այնքան է գրվել, որ աղանց է եղել։ Ամեն որոնց անունը Սակո է, նրանց տոնն է։ Եվ ամեն Սուրբ Սարգիսի օրերուն իրենց անունին տոնը կտոնեն։ Երեկոյան տոնակատարությանը միացան նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը հոգևոր հայրերի ուղեկցությամբ եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը աշխարհի բոլոր հայերին շնորհավորեց տոնի առիթով, կարևոր համարելով սերն առ Աստված, առ հայրենիք ու հայրենակիցներ։ Սուրբ Սարգսի կերպարին, հոգևոր կերպարին բարքին հետևելով յուրաքանչյուր հայորդի կարող է ավելի զորավոր, ավելի ուժեղ, ավելի արդյունավետ դարձնել իր կյանքը։ Այն անձը, ով չի սիրում հայրենիքը, դժվար թե սիրի ընտանիքը, ով չի սիրում եկեղեցին, դժվար թե սիրի իր հայրենիքը, ով չի սիրում Աստծուն, դժվար թե կատարյալ կերպով սիրի այն արժեքները, այն միջավայրը, որ Աստված է տվել։ Աստված հավատքը այդ սիրո զգացումը առաջացնելու եւ պահպանելու կարևոր եւ եզակի նշանակություն ունեցող հոգևոր կառույցն է։ Մենք ևս շնորհավորում ենք Սուրբ Սարգսի տոնի առիթով եւ հայորդիներին մաղթում զորավարի նման նվիրյալ ու զորավոր լինել։ Նայրա Պողոսյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։